Վարչապետն աշխատանքային օրը սկսել է դեբեթի ափին։ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի ընթացքում ծանոթացել է իրականացված եւ ընթացիկ ծրագրերին։ Ստեփանավան համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 1 դպրոցի նորոգման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 միլիոն դրամ։ Դպրոցն ընդգրկված է կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին։ Մեր հաջորդ փուլը բան անելու, հեշտացնելու է։ Ինչի, որովհետև նախ մենք ենք ավելի, ասենք կառավարությունը ավելի անմիջականորեն գիտի խնդիրը, երկրորդը շուկան, շինարարական ոլորտը, արդեն ինքն է ներսը, ինքն է նոր մարտահրավերների համար սովորեցինք, բայց եմ ասում, հույս ունեմ, որ հաջորդ փուլերում տեմպը ավելի մեծ կլինի։ Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Ինչ նշանակում նախադասության սաները։ Նախադասությունը ուսուցչուհին է, սաներն է երեխաները։ Բառերը ինչ են դարձել։ Բառերը այն են, որ մենք դրանցով կարողանում ենք բառեր կազմել, իսկ տարագետը այն է, որ մենք բառերից հետո պետք է դադար տանք նոր շարունակենք կարդալ։ Բայց այսօր ինչ բառն է ասում։ Եթե նախադասությունը ուսուցիչն է, բառերը աշակերտներն են, ուրեմն բառերն են աշակերտների տատիկներն են, քիթիկը, մազերը, չէ։ Այնուհետև վարչապետն այցելել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 816 միլիոն դրամ։ Պարոն Խաչատրյան, այստեղ դե կառուցել ենք, բայց աշակերտների թիվն է այստեղ 56, իսկ իր հզորությունը 140, հա? 140։ Նստենք երեխա։ Հələ պատմեք, ինչ կարել դրոսում, ինչն է լավ, ինչն է լավ։ Ամեն ինչը լավ։ Ինչն է բար։ Աշակերտներն են քիչ է լավ, չէ։ Ճանապարհաշինական ծրագրերից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է M6 Վանաձոր Ալավերդի Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 977 միլիոն դրամ է։ Արդյունքում վերականգնվել եւ բարելավվել է 0.611 կիլոմետր ճանապարհ, Օձունի Խաչմերուկի հատվածը։ Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Ալավերդիի Սանահինի կայարան թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը։ Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 միլիոն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդվել էր նախորդ տարվա հեղեղումների հետևանքով։ Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։ Հիմա ասենք այս թաղամասին ավելի լայն կամուրջ պետք է չի։ Ասենք սա անենք չի, որ ժամանակավոր կամուրջ է, հիմնական կամուրջ է։ Քանի տուն կա այն։ Արաց հաշնետ, թուր կտակ ձեր ձերքը բգնել։ Ո՞տ է մտքա։ Շնորհակալություն։ Այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին շնորհակալություն, որ լավ հուսալի կամուրջ են տրամադրել։ Բնակիչներից մեկը ներկայացրեց իր տան խնդիրը, հողը համարվում է անտառային, բնակարանի փաստաթուղթ չունեն, հեղեղը տարել է տան ճանապարհը։ Լուծում ո՞րն է, մարդկանց փաստորեն Մենք հիմա օդում ենք, հասանելիություն չունեն։ Նորմալ հասանելիություն չունեն։ Ոտքով ունեն մեքենա։ Մեքենան նենց էլ չի եղել, կախովի կամուրջ է եղել։ Մի հատ տնակ ենք ունեցել ավտոտնակ գետի այս ափին, էդ էլ է գետը դեպետը։ Գներեք, չէ, կախովի կամուրջը հիմա կա, նորը կառուցել են завоդի ժամանակ, այնի գործընկերները։ Նրանից ենկոմ ճանաչ։ Նրանից ենկոմ է, որ պետք է կախովի կամուրջ կառուցվի, բայց խնդիրը նա է, որ եթե իրանք չեն ստանում փոխհատուցումը, տանը ինքը վնաս չի պատճառում։ ԲԳՎ պետք է ստանան, բայց քանի որ փաստաթղթեր չունեն, ԲԳՎ չեն կարող ստանալ։
Մեր փաստաթղթերը 70-ականների փաստաթղթեր է, այսինքն վկայագիր է։ Իրավիճակ եք նկարագրում, որի վրա պետք է մտածել, դա պարզ, որովհետև այս տրամաբանությամբ հազար ներողություն, եթե մասնավոր տունը իր ենթակառուցվածքը, որ պետության պարտավորություն չի, բայց դե մի իրավիճակ եք ասում, որ պետք է մտածենք ոնց կարա։ Վարչապետին են ներկայացվել նաև Դսեղի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ 117,7 մետր երկարությամբ կամրջի նորոգման ծրագրին ուղղվել է 105 միլիոն դրամ։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Դսեղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 754 կիլոմետր հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 295 միլիոն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից։ Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Փամբակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է մասնավորի ներդրումային ծրագրով կառուցված Մաունթրի հյուրանոցին։ Վարչապետը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին։ Նախատեսվում է Ճոպանովի գոնդոլային ընդհանուր 50 մետր, 5 կիլոմետր սահադաշտի համար, նախատեսում ենք մոտ 300 աշխատատեղ բացի։ Նշվել է, որ հյուրանոցը կառուցվել է 2021-ից մինչև 2024 թվականներին, իրականացվել է մոտ 8 միլիոն դոլարի ներդրում։ Կառուցվել է M6 Նախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր երկրորդ կամուրջը։ Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմել է 53 միլիոն դրամ։ Կատարված աշխատանքին ծանոթացել է Փաշինյանը, լսել բնակիչների ներկայացրած խնդիրները։ 30 տարի տանն ապրել եմ, պարոն վարչապետը, 8 անձով, 3 անչափած երեխաներով։ Հիմա հազար ներողություն, 30 տարի գույքա վճարել է։ 160 քառակուսի համար ինքը վճարել է, մենք տոկի ամեն ձևով ինչը մեզ հասանելի կա, մենք վճարել ենք։ Գույքարկի բազաները միանգամի։ Հələ այդ բոլոր պրոբլեմատիկ դեպքերը մենք կհավաքենք, մենք հասկանանք, մենք խորհրդատվություն անենք։ Քարկոպ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել եւ պիտանի չի եղել հետագա շահագործման։ Ինչ խնդիր, խնդիր բարձրացնում առանց խնդիր ոնց կլինի բա։ Որն է ամենակարևորը մի հատ ասա։ Մի հատ խնդիր ասեմ, այդ մեր դանդի Գյուղում այս դամբերը որ կա, լրիվ տրակած վիճակ է։ Եթե հիմա եթե աստվածան այդքան չվարարի, սովորական վարարեց եթե ամբողջովին դա սա մեր ամենը, չէ՞ այդ կարգին տարածություն։ Երկրի ղեկավարը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի եւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ Տավուշի մարզի Բերթավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվել է 1123 թվականին, այն վերականգնվել է 1983 թվականին։ Շատ հայտնի չի, պետք է մի քիչ բան անենք, ակտիվ պատմենք։ Բայց ինքը իսկապես տուրիստների գալի շատ իհարկե տուրիստները ման են գալիս։ Եկեղեցին է քեվի։ Հայոց սրիկը վերքը կա, եկեղեցին կա, իսկ եկեղեցու պատմությունը։ Եկեղեցին է 16-17-րդ դարի, բայց հետարքի ուրիշ բան կա, որ էլի վերակառուցված է սուրբ նշան։ Սուրբ նշան։ Վարչապետ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ Քրիստինե Թորոսյան, լուրեր